Սիրելի փոքրիկներ, զարդից առաջ ծաղկազարդն է մանուկների օրհնության օր։ Եկեք մենք էլ այսօր պատմենք ծաղկազարդի խորհրդի մասին և մեր բոլոր հյուրերին օրհնած բաժանենք։ Կարկաչա, գարին կաչա։ Ծաղկազարդի տոնը խորհրդանշում է Քրիստոսի աղթական մուտքը Երուսաղեմ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ, կիրակի օրը, որին էլ հաջորդում է ավագ շաբաթը։ Երուսաղեմ մոտ գործելն ունի մեծ խորհուրդ, այն է մեր սրտերը բացել Տիրոջ առաջ և ապրել նրա պատգամներով։ Տիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է հաղթանակ մահվան հանդեպ, բնության և կյանքի զարթանք վերածնունդ։ Ծաղկազարդի նախորդ օրը երեկոյան ժանեկություն է կատարվում և բացվում են եկեղեցիների խորանները։ Ծաղկազարդի առավոտյան ժանեկության ավարտին կատարվում է անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ։ Արմագական ընկեր սրտով ու ջերմությամբ մոտենանք այս երանելի օրվան։ Վերցնենք ուռեն ու ճյուղեր և ընդունենք Տիրոջը մեր սրտերում։ Փառաբանենք և ովսանաներ հողենք մեր արարչին։ Միշտ հավատարիմ մնանք նրան։ Հավատարիմ մնանք Տիրոջ պատգամներին։ Ազնիվ ուժի տակ ապրենք, մեր սրտերում միշտ վառ պահելով Տիրոջ լույսը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հայության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից։ Զատիկի տոնը հայ առաքելական եկեղեցի